Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևանը կրկին փոսերի մեջ է, մայրաքաղաքի փողոցները վարորդների համար դարձել են փորձության գոտի, խոր, իրար մոտ դասավորված փոսերով, որոնք ավելի շատ հիշեցնում են հրթիռակոծումից հետո մնացած պատկեր։ Մինչդեռ քաղաքային իշխանությունը միայն ճանապարհների վերանորոգման եւ փոսալցման համար տարեկան միլիարդավոր դրամներ է հատկացնում, մասնավորապես 2026 թվականին միայն այս ուղղությամբ նախատեսվել է շուրջ 1.7 միլիարդ դրամ, իսկ 2024-ից 2025 թվականներին իրականացված ծրագրերը եւս հաշվվում են միլիարդներով։ Այս հսկայական գումարների բաշխումը տեղի է ունենում տենդերների միջոցով վարչական շրջաններով բաժանված մրցույթներով, սակայն արդյունքում ձևավորվել է նույն մշտական հաղթողների շրջանը։ Բաց տվյալների համաձայն վերջին 2 տարում Եվրոասֆալտը ստացել է մոտ 300-ից 500 միլիոն դրամ, Բաղրամյան շինը 200-ից 400 միլիոն դրամ, Կապավորը 150-ից 300 միլիոն դրամ, Շիմպլյուսը 100-ից 250 միլիոն դրամ, Լևշինը 100-ից 150 միլիոն դրամ, իսկ մյուսները եւս տասնյակ ու հարյուրավոր միլիոնների պատվերներ։ Այսպիսով, միլիարդների բյուջեն փաստացի բաշխվում է սահմանափակ ընկերությունների միջև, բայց արդյունքը տեսանելի է ոչ թե որակյալ ճանապարհների, այլ նոր փոսերի տեսքով։ Ավելին, հենց նույն ընկերությունները կրկին շահում են մրցույթներ արդեն փոսալցումների համար։ Փորձագետները զգուշացնում են, խոնավ ու ցածր ջերմաստիճանի պայմաններում ասֆալտապատումը անարդյունավետ է, խառնուրդը չի կապվում շերտերի հետ, արագ քայքայվում է եւ առաջացնում նոր ճաքեր ու փոսեր։ Սակայն հենց նման պայմաններում էլ հաճախ իրականացվել են աշխատանքները մայրաքաղաքում։ Ստացվում է փակ շրջան, միլիարդավոր դրամներ, անորակ աշխատանք, նոր փոսեր, նոր մրցույթներ, նոր միլիարդներ։ Իսկ վարորդները շարունակում են ամեն օր անցնել նույն ճանապարհներով, արդեն իրենց գրպանի հաշվին։ Հարցը մնում է բաց, սա անփութություն է, թե համակարգված սխեմա, որտեղ փողոցները վերանորոգվում են ոչ թե երկար ծառայելու, այլ նորից քանդվելու համար։